Սիրելի ընկերներ, եկեք միասին մի շատ կարևոր հատված կարդանք Աստվածաշնչից։ Երեմիա 13:24։ Եվ ես նրանց պիտի ցրիվ տամ ինչպես մղեղ, որ տարվում է անապատի քամիիցը։ Այս խոսքերը մի մարդու մասին է, ով չի ցանկանում փոխվել։ Նա ուզում է մնալ նույն կարգավիճակում ու այդպես առաջ գնալ։ Բարեկամս, դու պետք է գնաս Հիսուսի արյան տակ ու լվացվես, որ օրհնվես ու դառնաս օրհնություն։ Միայն այդ դեպքում Աստված կտա քեզ այն, ինչը որ խոստացել է։ Իսկ նա քեզ համար ու բոլորիս համար մեծամեծ բաներ ունի պատրաստած։ Նայենք վկայությունը։ Այս հենակն ինչի համար է։ Առանց դրա դժվար է քայլում։ Առանց դրա չեք կարողանում քայլել։ Ոչ։ Դե ուրեմն հիմա նրան ճանապարհ տվեք, դուք կարող եք քայլել, հավատացեք, դա դրեք ձեր ուսին, ձեր դժվարությունը մնալու է անցյալում։ Նայեք այստեղ բարեկամներ, իսկ դուք շարունակեք քայլել, սա Աստված է բարեկամներ, հենց այսպես էլ պետք է լիներ, շարունակեք քայլել, քանի որ այսօր ձեր օրն է։ Հիմա վերադարձեք, ահա այսպես, որ շատ ուզեք, անգամ կարող եք դանդաղ վազել։ Տեսեք բարեկամներ, սա միայն Աստված կարող էր անել, միայն Հիսուսը։ Աղոթենք։ Հայր, մենք վերստին ծնունդ ենք հռչակում այն մարդկանց համար, ովքեր հիմա սա են խնդրում քեզնից։ Թող նրանք ընդունեն Հիսուսին իրենց կյանքի մեջ, թող անցնեն ջրերի միջով, Տերը կմկրտի նրանց Սուրբ Հոգով ու կօրհնվի իրենց կյանքը, Հիսուսի անունով, ամեն։